Արդեն 2 օր է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցը հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Երեկ մի խումբ ծնողներ, աշակերտներ եւ նրանց միացած ուսուցիչներ հավաքվել էին դպրոցում պահանջելով պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հեռացումը։ Դասադուլի մասնակիցները դժգոհում էին ուսուցչուհու վարքից, պնդելով, որ նա մանկավարժին ոչ վայել վարք է դրսևորում։ Վիրավորում է աշակերտներին, խտրականություն ցուցաբերում արցախցիների հանդեպ։ Դպրոցում պատմության ուսուցչուհու կարիք ունենք, շատ սիրով ընդունել ենք ընկեր Դավթյանին։ Եվ ստացվեց այնպես, որ ընկեր Դավթյանը չեն կարող ասել բնավորության գիծեր, թե մինչ այդ հանդիպած դպրոցների արդյունքում իր մոտ ձևավորված արդեն լարվածություն էր, որ իր հանդեպ ամեն խոսքին, ամեն քայլին կռվի բռնկում ցանկացած ուսուցչուհու հետ, դասարանից դուրս գալով երեխայի վրա ջղայնանալուց ասում է սա ուսուցիչներն են արել։ Այ մարդ ուսուցիչները քեզ սիրով ընդունել են, մենք մասնագետի կարիք ունենք։ Մարդը 19 ժամը դարձել է 24։ Մեր բարի համբավ ունեցող, վաստակ ունեցող դպրոցը այսօր մենք չենք կարող խոսենք հուզմունքից, որովհետև ընկեր Դավթյանը դարձեց մի ասել իրեն շատ են խորհուրդներ տվել Տիկին Դավթյան, ամեն ինչին դուք ինչ եք այդպես բանով տրամադրում չար, ոչ, դուք լավին չեք ընդունում, դուք այստեղ բոլորի հանդեպ վատ ելույթներով, պախարակելով, չգիտեմ, այստեղ մասնագետներ չկան, այստեղ մանկավարժներ չկան, ես եմ, անկախ ես կոնկրետ իր հետ էլ կասեմ, անկեղծ զրուցել եմ, դուք լավագույն եք ճանաչվել 11 թվականին, այդպես որ լինի մենք էլ մեզ կասենք լավագույն, դուք աշխատեք, ձեր վաստակեք, մենք գնահատենք ձեզ, դուք մեզ ստիպում եք, որ ձեզ արժևորենք, ստիպում եք, որ ասենք ձեր նմանը չկա։ 17 դպրոց ինքը ընդունվել է, սակայն 17 դպրոցում իրեն խանգարել են, չեն թողել, որ ինքը դասանի, հիանալի դասերանի, 5 դատական գործ կա վրան, եղել է այդքան։ Տնօրենի կաբինետից միայն լսեցինք ապակու շխշխկոց, դրան զրնգոց, ինքը գնացել է դրսի տուրը դռնապանը փակում է, որպեսզի ելքումուտ չլինի, սկսել էր տուրը աղմուկով ծեծել, գորգորոց, սարքում է գիտեմ եւ այլ եւ դուրս եկանք կոնկրետ վատացանք, ես գիտեմ Կերապյանը վատ զգաց հենց այդ երևույթից, որ ուսուցիչը դպրոցում նման գորգորալով կարող է, բայց դա առաջին դեպքը չի ընկեր Դավթյան, անգամ փողոցում մեր հետևից գորգորալով քայլում է, փողոցում մեզ, տրանսպորտում մեզ պախարակելով ման է գալիս։ Մենք այդ ամեն ինչի վրա աչք ենք փակել, փորձել ենք հաշտության եզրեր գտնել, փորձել ենք հարթել ամեն ինչ, որպեսզի նորմալ աշխատի, որտեղ մենք իսկապես պատմության ուսուցչի կարիք ունենք, մասնագիտական առումով խնդիր չկա, ինքը շատ լավ գիտելիքի տիրապետում է, սակայն փոխադարձ աշխատանքի, փոխադարձ հարաբերությունների ընկեր Դավթյանը պատրաստ չի։ Մի ավելորդ բառը երեխաների վրա խիստ անդրադառնում է։ Բան չունեմ ասելու, երեխաները տարիքային առանձնատկություն են այնպես է, որ չարություն կանեն, դա բնական բան է, եթե չանեն, դա է զարմանալի, բայց պետք է կարողանաս դու այնպիսի դաս անցկացնել, որ երեխաները ժամանակ չունենան այդ չարությունն անելու կամ էլ չուզենան դասանը լքեն ու դուրս գան։ Այս 6 ամիսը անկեղծ եմ ասում, իրոք խաթարված է ամեն ինչ, մեր անդորը։ Մանկավարժը պիտի հանգիստ լինի, չէ՞ որ կարողանա իր գործունեությունը ծավալի։ Եթե ամեն օր գոռոց, գոչոց, ամաչում ենք արդեն։ Աշակերտն էլի Դավթյանն, ախր ամաչում ենք։ Փակում ենք մեկի բերանը, երկուսի, բայց 500 աշակերտի բերան ոնց փակենք։ Չենք կարող մենք։ Այն աշակերտը, որ երեք սենց իբր վերջը աստղեր դարձել, այսօր անձամբ ինձ ասելա ընկեր Աբգարյան, ես փոշմանել եմ երեկվա իմ պահվածքի համար։ Պարզապես երեք այդ ամեն ինչ այդ երեխան սուտ չէր ասում, բայց իհարկե դա իր ասելու բանը չէր։ Հասկանալի է, որ ինքը շատ փոքր էր, ինքը չպետք է մասնակից լիներ դրան, բայց երեք դպրոցում այնքան անկառավարելի վիճակ էր, որ ոչ մեկս չենք կարողացել վերահսկել։ Մի քանիսը վատացած շտապօգնություն, մի խոսքով այսպես անկառավարելի վիճակ ու աշակերտները ոնց որ այդ առիթից օգտվեցին։ Ռոզա Դավթյանը երեկվա միջադեպից հետո դասի չի ներկայացել։ Մեծ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաղը գնալու է դպրոց։ Պնդում էր, թե չի վիրավորել աշակերտներին, եւ անձնակազմը համախմբվել է եւ փորձում է ազատվել իրենից։ 100% սուտ է դա, սուտ։ Ես ոչ մի աշակերտի թուրք բառ չեմ ասել, ես չգիտեմ ինչու են սովորեցնում աշակերտներին ստել։ Այդպիսի բան չեմ ասել։ Մի հատ դաս է եղել, ասեցի հայ թաթարական ընդհարումներ, որը ես իմ ելույթի ժամանակ ասել եմ, այդ շրջանակներում շատ քիչ բան եմ ասել, թե ինչու են չարախոսում չգիտեմ, պատվիրվել էր իմ դեմ,
Ես կոնֆլիկտային չեմ, ինձ եթե չկպնեն, չդիմեն, ես երբեք ոչ մեկի ոչ կվիրավորեմ, ոչ կկոպտեմ, ոչ բան կասեմ։ Պատմության ուսուցչուհին հավելել է, որ դեռ մինչև այս միջադեպը իրեն տրված գրավոր նկատողությունները եւս անհիմն էին։ Խնդրին արձագանքել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Պաշտոնական հայտարարության համաձայն կառույցը խստորեն դատապարտում է ուսուցչուհու նկատմամբ դրսևորված անթույլատրելի վերաբերմունքը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նույնիսկ շեշտել էր, թե ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Իրավիճակը կարգավորելու համար որոշում է կայացվել աշխատանքից ազատել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին եւ նշանակել նոր ղեկավար։ Արժանիորեն ոչ միայն պետք է հեռացնել տնօրենի պաշտոնից, այլ ընդհանրապես դպրոցից բան սարքու ղեկավարներին։ Հակառակ տեսակետն ունեն ուսուցիչները, որոնց խոսքով նախկին տնօրենը բավականին բարեխիղճ ղեկավար է։ Անցյալ տարվա ապրիլ 11-ից ընտրվել է մեր սիրելի գոլեգան Հարությունյան Սուսանան, ով ընդամենը տարուկեսվա ուսմասվար է, մարդի փորձով ինչքան կարողացել է ուժերից վեր հնարավորինս անհնարինից հնարավորն անելով կարողացել է կառավարել դպրոցը։ Լրագրողներն էլ, այդ ներկայացնողներն էլ ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է հարմար, որ սենց ինչ-որ շոկային սենսացիոն բան ենք ներկայացնում եւ այլը, շատ ավելի վատ բաներ է կատարվում, հավատացեք, ուրիշ տեղեր։ Հիմա սա ոնց որ օգտագործեցին մեր դեմ ու ստացվեց, մենք դարձանք թիրախ բոլորի համար։ Մեկնաբանությունների վրա հիմնվելով ոչ մի որոշում ճիշտ չի։ Մարդիկ չեն ճանաչում ոչ կոլեկտիվը, ոչ իրողությունը եւ մարդիկ մեկնաբանություններ են գրում եւ որոշումներ են կայացվում, կխնդրեի խորքային ուսումնասիրեին նոր հետո որոշումներ կայացնեն եւ պիտակավորեին ամբողջ կոլեկտիվներ։ Այդ մեղադրանքները շատ զուր են, թող այո, անհիմն, թող հետաքրքրվեն, տեսնեն, թե ինչպիսի ուսուցիչ է եղել, ինչ է արել, ինչ են ազատել աշխատանքից, ինչ խնդիրներ է ունեցել։ Ինձ հաճելի է, որ այսօր նախարարությունը փորձում է կանգնել ուսուցչի կողքին, պաշտպանել ուսուցչի իրավունքները, բայց հավատացեք, սա այդ դեպքը չի։ Իր իրավունքները ոտնահարված չեն այս դպրոցում, ոնց որ մեկնաբանվում է, իրականում ինքը ոտնահարված չի, ինքն է ստեղծել այս իրավիճակը։ Այնպես որ մենք ուրախ ենք, որ իրոք արդարացիորեն ուսուցչի իրավունքները պաշտպանված լինի մեր երկրում, բայց սա այդ դեպքը չի հաստատ։ Մերձավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած իրադարձությունները շարունակվում են քննարկվել տարբեր հարթակներում։ Նախարարությունը հայտարարել է, որ կառույցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո առկա խնդիրները լուծելու համար։ Մերի Դանիելյան, Դավիթ Եղիազարյան, Ռինյուզ Արմենիա։